Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապագայում ամերիկացիները հնարավոր է այլևս նույնիսկ եկամտային հարկ չվճարեն։ Նրա խոսքով մաքսային տուրքերից ստացվող աճող եկամուտները կարող են թույլ տալ, որ իր պաշտոնավարման ընթացքում դաշնային եկամտային հարկը վերանա։ Կաբինետի նիստից հետո պաշտոնական հայտարարության ընթացքում Թրամփը նշել է, մեջբերեմ, որոշ ժամանակ անց ոչ այնքան հեռու ապագայում դուք եկամտային հարկ չեք վճարի։ Մենք հավաքագրում ենք այնպիսի մեծ գումարներ, որ դրա իրագործումը լիովին հնարավոր է, եւ հավելել, կամ ամբողջությամբ կվերացնենք, կամ այն կմնա շատ փոքր ձևականություն։ Մեջբերման ավարտը։ Եթե ծրագիրը կյանքի կոչվի, դա վերջին ավելի քան 1 դարի ընթացքում կդառնա ԱՄՆ հարկային համակարգի ամենախոշոր փոփոխությունը։ Թրամփը նախկինում ևս հայտարարել էր, որ ուզում է եկամտային հարկը փոխարինել մաքսային տուրքերով, սակայն այս անգամ նրա խոսքերը ստացել են առավել ուղիղ ու պաշտոնական երանգ։ Այժմ եկեք տեսնենք, ինչ է սպասվում այսօրվա հաղորդման ընթացքում։ ԱՄՆ-ում սպասվում է անցած տարիների ամենաուժեղ ձմեռը, արդեն զգացվում են դրա հետևանքները։ Խոսքը մոտ 50 մեքենայի մասնակցությամբ ավտովթարների ու սառնամանիքների մասին է, որոնց մասին կպատմեմ րոպեներ անց։ Անօրինական քայլեր նախկին ներգաղթային դատավորի հանդեպ եւ ինչ կապ ունի Թրամփը սոմալացիների հետ, այնպես որ դիտեք հաղորդումը մինչեւ վերջ։ Սենատում լուրջ քննարկման առարկա է դարձել ԱՄՆ-ում երկքաղաքացիության հարցը, թե ինչ ընթացք է ստացել գործը կտեղեկանաք հաղորդման ընթացքում։ Տեսլան զգալի վնասներ է կրում, երևի թե դժվար չէ կռահել, թե որ մակնիշի պատճառով։ Մանրամասն ներկայացնելու եմ խնդրի լրջությունն ու պատճառները։ Թրամփ քաունթների վերաբերյալ անհավանական լուրեր եւ արդեն իսկ որոշումներ կան։ Եթե ունեք երեխաներ, ապա անպայման հետևեք այս նորությանը։ Մեծ գողություն Մանհեթնում եւ ավելի քան 50 միլիոն դոլարի անանուն նվիրատվություն։ Հետաքրքիր թեմաներն այսօր շատ են, այնպես որ դիտեք հաղորդումը մինչեւ վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Շարունակեք օգնել մեզ լայքերով ու կոմենտներով, իսկ այժմ անցնենք օրվա թեմաներին։ Նոր փոթորիկներ են մոտենում ԱՄՆ-ին, բերելով ձյուն եւ սաստիկ ցրտեր։ Առաջին փոթորիկը սկսվել է շաբաթվա սկզբին։ Օհայոյի հովտից մինչև հյուսիս-արևելք առատ ձյուն է տեղացել, հասնելով 4-ից 8 դյուրմ։ Երկրորդ փոթորիկը նոր ձյան տեղումներով սպասվում է շաբաթվա երկրորդ կեսին, այս անգամ ընդգրկելով ոչ միայն կենտրոնական հատվածը, այլ նաեւ հյուսիսն ու արևելքը։ Նյու Յորքում ապրողներին կամ նրանց համար, ովքեր պլանավորում են ճամփորդել այդ ուղղությամբ, ասեմ, որ մոտենում է վերջին 5 տարիների ընթացքում ամենասառը եւ ամենաձյունառատ ձմեռը։ Կանխատեսումներով այս ձմռանը քաղաքում սպասվում է 25-ից 35 դյույմ, այսինքն գրեթե 1 մետրի հասնող ձյան տեղումներ։ Ահա թե ինչ կարող է սպասվել այս սեզոնին։ Դեկտեմբերին սպասվում է ընդհանուր առմամբ մի փոքր ավելի տաք եղանակ, սակայն հավելեմ, որ հենց դեկտեմբերի ընթացքում լինելու են ձնառատ օրեր եւ ակտիվ փոթորիկներ։ Հունվարին սպասվում է ավելի ցուրտ ջերմաստիճան, ավելի բարձր փոթորկային ռիսկերով, իսկ փետրվարին սպասվում է զգալի տաքացում եւ վաղ գարնանային մթնոլորտ։ Թվում է Նյու Յորքը կսկսի ձմեռը սառն ու ձնառատ, իսկ կավարտի մեղմ վաղ գարնանային զգացողությամբ։ Չհեռանալով եղանակային թեմայից նշեմ, որ Իլինոյս Ինդիանա նահանգների սահմանին ձմեռային փոթորիկը I-70 արագընթացը վերածել է սառցապատ մայրուղու, առաջացնելով խոշոր մոտ 50 մեքենայի մասնակցությամբ վթար։ Պետական ոստիկանության տվյալներով բախումները սկսվել են, երբ տեսանելիությունը կտրուկ նվազել է, իսկ մեքենաները կորցրել են վերահսկումը։ Նախնական տվյալներով վթարումներ գրաված են եղել մի քանի բեռնատարներ, որոնք կողաշրջվել են եւ փակել մայրուղու արևմտյան ուղղությունը։ Փրկարարները մագլցել են մեքենաների վրայով, որպեսզի դուրս բերեն մեքենաներում սեղմված վարորդներին ու վիրավորներին։ Այս ամենը տեղի է ունենում եղանակի վատթարացման պայմաններում։ Իշխանությունները նշում են, որ ճշգրիտ մեքենաների թիվը պարզելու համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն հաստատում են սաստիկ քամին եւ անսպասելի առաջացող մերկասառույցներն են եղել վթարի հիմնական պատճառները։
Հանրապետական սենատոր Բեռնի Մորենոն կոնգրեսում ներկայացրել է օրինագիծ, որով ամերիկացիները կզրկվեն երկքաղաքացիության իրավունքից։ Օրենքի ընդունումից հետո օտարերկրյա քաղաքացիություն ստացող անձը ստիպված կլինի հրաժարվել ամերիկյան քաղաքացիությունից, իսկ արդեն երկքաղաքացիություն ունեցողները 1 տարվա ընթացքում պետք է ընտրեն, թե որ երկրին են հավատարիմ մնում։ Հակառակ դեպքում նրանք կճանաչվեն որպես ԱՄՆ քաղաքացիությունից կամավոր հրաժարված անձինք և կդասվեն օտարերկրացիների շարքին։ Օրինագիծը հակասում է Գերագույն դատարանի նախադեպերին, ըստ որոնց քաղաքացիությունից զրկումն անհնար է առանց անձի կամավոր համաձայնության։ ԱՄՆ-ում ըստ գնահատականների շուրջ 40 միլիոն մարդ ունի երկակի քաղաքացիություն, ուստի նախաձեռնությունը արդեն մեծ իրավական և քաղաքական քննարկումներ է բորբոքել։ Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օրլանդո Էրմանդեսը, որը 2022 թվականին դատապարտվել էր 45 տարվա ազատազրկման, մեղադրվում էր դեպի ԱՄՆ 400 տոննա կոկային տեղափոխող թմրավաճառներին օժանդակելու մեջ։ Այսօր նա պաշտոնապես ազատ է արձակվել նախագահ Թրամփի շնորհած ներման հրամանով։ Էրմանդեսի կինը Աննա Գարսիան X-ում շնորհակալություն է հայտնել Թրամփին, գրելով, որ մոտ 4 տարվա սպասումից հետո նրա ամուսինը վերադարձել է որպես ազատ մարդ։ Թրամփը լրագրողներին ասել է, որ Հոնդուրասի բազմաթիվ քաղաքացիներ իրեն խնդրել են ներման համար և պնդել, որ գործը անարդար է եղել և կազմակերպվել է Բայդենի վարչակազմի կողմից։ Նա նշել է, որ ուսումնասիրել է փաստերը և համաձայնվել է այդ փաստարկների հետ։ Թրամփը Մինեսոտայի դեմոկրատ կոնգրեսական Իլհան Օմարի հասցեին սուր քննադատություն է ուղղել, նրան անվանելով աղբ և հայտարարելով, որ սոմալացիները պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են։ Ես չեմ ուզում, որ նրանք մեր երկրում լինեն, անկեղծ լինելը ճիշտ է։ Մարդիկ կասեն, որ դա ճիշտ չէ, ինձ դա չի հետաքրքրում։ Ես չեմ ուզում, որ նրանք մեր երկրում լինեն։ Նրանց երկիրը վատն է ինչ-որ պատճառներով, նրանց երկիրը զզվելի է, և մենք չենք ուզում, որ նրանք մեր երկրում լինեն, ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած կառավարության նիստի ժամանակ։ Հիմա պարզաբան է, դաշնային իշխանությունները պատրաստվում են թիրախային ներգաղթային գործողություն սկսել Մինեսոտայում, որը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ում անօրինական կարգավիճակով բնակվող սոմալացի ներգաղթյալներին։ Գործողությունը կարող է մեկնարկել առաջիկա օրերին։ Տեխնոլոգիական միլիարդատեր Մայքլ Դելը, ով Dell Technology-ի հիմնադիրն է, կնոջ հետ միասին երեքշաբթի հայտարարեցին, որ պատրաստվում են 6.25 միլիարդ դոլար տրամադրել ԱՄՆ-ում ապրող բոլոր երեխաներին։ Դրամաշնորհների միջոցով պետք է ստեղծվեն շուրջ 25 միլիոն լրացուցիչ Trump account-ներ։ Ովքեր չգիտեն, պարզաբանեմ, Trump account-ը հաշվեկշիռ է, որի մեջ առկա գումարը պետք է դառնա երեխայի ապագայի առաջին խնայողությունը և կիրառվի կրթություն ստանալու, բնակարանի, ինչպես նաև բիզնես նախաձեռնությունների նպատակներով։ Յուրաքանչյուր հաշիվ կլցվի $250 և հասանելի կլինի այն երեխաներին, ովքեր չեն համապատասխանում 2025-ի հունվարի 1-ից հետո ծնված նորածինների համար նախատեսված $1000 դաշնային Trump Accounts ծրագրի չափանիշներին։ Այս առիթով Թրամփը սոցիալական էջում գրել է. «Երկու մեծ մարդիկ, սիրում եմ Դելին», կցելով նվիրատվության մասին լուրը։ Եթե ճանապարհորդել եք դեպի մայրաքաղաք, ապա մեծ հավանականությամբ վայրէջք եք կատարել Վիրջինիայի միջազգային Դալես օդանավակայանում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստվում է վերակառուցել այս օդանավակայանը, շեշտելով, որ այն լավ օդանավակայան չէ և սարսափելի վիճակում է։ Դալեսը Վաշինգտոնի 3 հիմնական օդանավակայաններից մեկն է և տարիներ շարունակ տեղացիները դժգոհում էին դրա հարմարավետությունից, ավելի ճիշտ դրա բացակայությունից։ Թրամփը նշել է, որ շենքը տեխնիկապես լավ վիճակում է, բայց սխալ է նախագծված։ Նախագահի ավտոշարասյունը այս ամիս մինչև հայտարարությունը շրջել էր օդանավակայանի տարածքում, որպեսզի Թրամփը անձամբ գնահատի իրավիճակը։ Նա հավելել է, որ կառավարությունը ունի արդեն մշակված նախագիծ, որը օդանավակայանին նոր շունչ պետք է հաղորդի և դարձնի շքեղ մայրաքաղաքին պատշաճ օդանավակայան։ Կալիֆոռնիայի վտանգավոր նյութերի անվտանգության պահանջները խախտելու մեղադրանքներից ազատվելու համար Panda Restaurant Group-ը, որը տնօրինում է Panda Express ռեստորանները, համաձայնել է վճարել ավելի քան $1 միլիոն։
Հայցում նշվում է, որ ընկերությունը 500-ից ավելի ռեստորաններում հաճախորդներին աջակցող անձնակազմի պատշաճ կերպով չի ուսուցանել ածխաթթու գազի անվտանգ օգտագործման հարցը եւ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ CO2 ռեստորաններում կիրառվում է գազավորված ըմպելիքների համակարգերում, իսկ դրա արտահոսքը մարդու կյանքի համար վտանգ է ներկայացնում։ Պայմանավորվածության համաձայն Panda Express-ը կվճարի $881,925, տուգանքների $100,000, բնապահպանական ծրագրերի $75,000 դատական ծախսերի համար։ Ընկերությունը նաև պարտավորվում է առաջիկա 5 տարիներին լիարժեք պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև ավարտել ամբողջ անձնակազմի վերապատրաստումը եւ թարմացնել համապատասխան փաստաթղթերը։ Լավ նորություն Լոս Անջելեսում ապրող բոլոր ձմեռային մարզաձևերի սիրահարների համար։ Big Bear-ը մեկնարկել է իր սպորտային շրջանը, դահուկորդներն ու սնոուբորդիստները շուտով կկարողանան վերադառնալ սահուղիներ։ Big Bear Mountain Resort-ի պաշտոնյաների փոխանցմամբ սեզոնը կսկսվի հինգշաբթի օրը։ Տարվա ավարտին մոտ ջերմաստիճանի կտրուկ անկման պայմաններում Big Bear-ի հանգստավայրերում հզոր ձնամշակման սարքավորումները շուրջօրյա աշխատում են 3 լեռների վրա, թարմ, խիտ ձյան շերտը ապահովելու նպատակով։ Bear Mountain-ի եւ Snow Summit-ի բացումից հետո դրանք կգործեն ամեն օր դահուկային ամբողջ սեզոնի ընթացքում։ Բացման շաբաթվա շրջանակում դեկտեմբերի 6-ից 12-ը 12 տարեկան եւ ավելի փոքր երեխաների համար լեռնագնաց վերելակների տոմսերը կլինեն անվճար։ Տեսլայի Cybertruck մոդելը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Հաշվետվությունը ցույց է տալիս, որ ամբողջ ԱՄՆ-ում կուտակվել է ավելի քան 10,000 չվաճառված մեքենա, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մոտ $800 միլիոն։ Տարիների աղմուկից հետո պահանջարկը չի արդարացրել ակնկալիքները։ 2025-ի սկզբին Տեսլան վաճառել է ընդամենը 6400 Cybertruck, ինչը խիստ հետ է մնում ընկերության հայտարարած տարեկան 250,000 միավոր արտադրության նպատակից։ Ապրիլին ներկայացված ավելի մատչելի տարբերակն անգամ չկարողացավ բարձրացնել վաճառքները։ Անկման պայմաններում Տեսլան ստիպված է եղել նվազեցնել արտադրության ծավալը։ Վերլուծաբանների մեծ մասը պատճառները տեսնում է երկու գործոններում։ Մեկը մոդելի բևեռացող դիզայնն է, իսկ մյուսը մասկի շուրջ առկա սկանդալները, որոնք ազդում են բրենդի հանդեպ վստահության վրա։ Մանհեթենի Սոհո թաղամասում տղամարդկանց համար նախատեսված 4G Seller բուտիկը դարձել է խոշոր գողության թիրախ։ Նյու Յորքի ոստիկանության տվյալներով վաղ առավոտյան 4 անձինք բարձրացել են շենքի հրդեհային արտակարգ ելքի սանդուղքով, կոտրել դռան փականը եւ գողացել ներսում գտնվող ապրանքը։ Բուտիկը գտնվում է թանկարժեք առևտրային գոտում, Շանելի եւ Ջակմուս խանութների անմիջական հարևանությամբ եւ հայտնի է բացառիկ դիզայներական հագուստներով եւ բարձրակարգ հաճախորդներով։ Խանութի աշխատակիցները տեղ են հասել ոստիկանությունից հետո եւ հայտնաբերել, որ խանութը գրեթե ամբողջությամբ մաքրված է։ Գողացված ապրանքների շուկայական արժեքը մոտ է $1 միլիոն։ Աղմուկից արթնացած բնակիչներից մեկն ասել է. «Զարմանալի չէ, որ նման ապրանքները գողության թիրախ են։ Այս ապրանքներն ունեն հսկայական վերավաճառքի շուկա։ Դրանք շատ արագ են իրացվում, դեռ ձերբակալվածներ չկան»։ Վաշինգտոնի համալսարանը ստացել է անանուն նվիրատվություն, որը գնահատվում է ավելի քան $50 միլիոն եւ առաջիկա 50 տարիներին ամբողջությամբ կփակի բժշկական լաբորատոր գիտությունների ուսանողների ուսման վճարները։ Դեկանը հայտնել է, որ արդեն մոտ 30 ուսանողի համար վճարվել են ավարտական տարվա 2 եռամսյակի վճարները։ Այս նվիրատվությունը միանում է վերջին տարիների խոշոր նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն նվազեցնել բժշկական կրթության արժեքը։ Դրանից են օրինակ Նյու Յորքի բժշկական քոլեջի $1 միլիարդ նվիրատվությունը եւ Բլումբերգի բարերարների աջակցությունը Հոփքինսի համալսարանին։ Տվյալները ցույց են տալիս, որ նահանգներում խորանում է որակյալ լաբորատոր մասնագետների պակասը ու նման աջակցությունը կարևոր է ամբողջ առողջապահական համակարգի համար։ Ներգաղթայի նախկին դատավոր Թանյա Նեմերը դատական հայց է ներկայացրել, պնդելով, որ իրեն ապօրինաբար հեռացրել են Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Ըստ նրա, պատճառը այն է, որ նախագահը կարող է օրինականորեն խտրական մոտեցում ցուցաբերել դաշնային աշխատողների նկատմամբ։
Նրա խոսքով հեռացման պատճառ է դարձել իր որպես կին Լիբանանի երկքաղաքացի եւ ներգաղթած ծնողների դուստր լինելը, ինչպես նաեւ իր քաղաքական անցյալը։ Ամերիկյան ներգաղթային իրավաբանների ասոցիացիայի տվյալներով այս տարվա հունվարին Թրամփի նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո մոտ 700 ներգաղթային դատավորներից ավելի քան 100-ը հեռացվել են կամ հարկադրված լքել են պաշտոնը։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը նախազգուշացնում է, որ բեռնատար վարորդական մոտ 3000 դպրոցներ կարող են փակվել, եթե առաջիկա 30 օրում չկատարեն դաշնային անվտանգության պահանջները։ Ավելի քան 4000 դպրոց արդեն դասակարգվել է բարձր ռիսկայինների շարքին։ Խնդիրն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ մի շարք դպրոցներ կեղծել են ուսուցման տվյալները, չեն ապահովել պահանջվող ծրագրերը կամ խախտել են փաստաթղթավորման կանոնները։ Տրանսպորտի նախարարությունն ու դաշնային ավտոմոբիլային փոխադրման անվտանգության վարչությունը ընդգծել են, որ պատրաստ են վերջ դնել այսպես կոչված CDL ֆաբրիկաներին, նկատի ունենալով բեռնատար ունենալու հատուկ լիցենզիաների թույլտվությունը, որոնք շուկան լցնում են անպատրաստ վարորդներով, վտանգելով ճանապարհային անվտանգությունը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան հարթակ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Փոփ երգչուհի Սաբրինա Քարփենթերը քննադատել է Սպիտակ տան հրապարակած տեսանյութը, որտեղ այսի գործողությունների տեսանյութը ուղեկցվում է իր Ջունո երգով։ Այս տեսանյութը չար եւ զազրելի է, գրել է նա X-ում։ Երբեք մի օգտագործեք ինձ կամ իմ երաժշտությունը ձեր անմարդկային օրակարգի համար։ Սպիտակ տունը չի մեկնաբանել միջադեպը։ Սա առաջին անգամ չէ, երբ Թրամփի վարչակազմը քննադատվում է սոցիալական մեդիայում երաժշտություն առանց թույլտվության օգտագործելու համար։ NBA լեգենդ Մայքլ Ջորդանը դատի է տվել NASCAR-ին, պնդելով, որ կազմակերպությունը թույլ չի տվել, որ մյուս թիմերը հավասարապես զարգանան ու մրցակցեն։ Ջորդանի խոսքով դրա հետևանքով իր ավտոսպորտի թիմը մեծ գումարներ է կորցրել։ Ի պատասխան NASCAR-ի գործադիր տնօրեն Ջիմ Ֆրանսը հայտարարել է, որ կազմակերպությունը չի խախտել օրենքը եւ մոնոպոլիայի մասին պնդումները անհիմն են։ Սպիտակ տունը ներկայացրել է իր 2025 թվականի Սուրբ Ծննդյան զարդարանքները, որոնք ավանդաբար համակարգվում են առաջին տիկնոջ կողմից։ Այս տարվա թեման է «Տունն այն է, որտեղ սիրտն է»։ Զարդարանքների տեղադրումը պահանջել է 1 շաբաթ եւ 1500 կամավորների ներդրում։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, հուսամ հավանեցիք այսօրվա հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։